գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից է եղել, ուրի նշանառությամբ եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում, այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրությունները ավելի պարզեցվում։ Պետք հարտուղարի հայտարարությունը, հա, չի անհանգստացնում պարոն Խաչատրյան, որ այդ էսկալացիայի ռիսկը կա։ Երեկ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ըստեյության ասեց Սյունիքում, որ Ռուսաստանի, այո, պաշտպանության նախարարը, որ բավականին անհանգստություն կա, ըստեյության ԱՄՆ պետքարտուղարն էլ է դա ասում, բայց Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, անգամ երեկ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ խաղաղություն լինելու, ինչու է այսպես շատ տարբեր գերտերությունների եւ որոշ գերտերությունները իրանց շահերը ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն, ինչը որ կա։ Եվ դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպես։ Ինչով է իրենց հայտարարությունը։ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում։ Ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն։ Տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած կրակցության ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չէ, խոճապ չկա, ասեմ դուք գյուղում որևէ խոճապ չկա, չեն կարող լինել, գյուղացիները վաղուց սովոր են դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնում է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում։ Եթե կնքվի չեն կրակի ձեր կարծիքով։ Եթե կնքվի, այո, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն եղել։ Եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի պարոն Խաչատրյան, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել։ Հիմա դուք բարձրակույն հաց եք, դե իհարկե կգնա էսկալացիա, եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունը չունի պատասխանարժեք գործողությունների լինելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նայելով խաղաղության պայմանագիրը ամեն կերպ պետք է հաստատ խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ բայց նաեւ Չէ, չեն տանում, որովհետև մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Պարոն Խաչատրյան, երբ ասում եք իրենց շահերին են, ռազմական էսկալացիայի նախերգանք չեք համարում։ Ոչ։ Երբ ասում եք, որ իրենց շահերին են, այսինքն Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների, ինչ նկատի ունեք, որտեղ Ուկրաինայի դեպքում իրենք փորձում են ինչ-որ հավանականության գալ։ Ուկրաինա եւ այլը չխառնենք Հայաստանի Հանրապետության հետ։ Հիմա ասում եմ, խաղաղությունը այլընտրանք չունի։ Մեր երկու երկրների միջև դա լինելու է, խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներ են հսկելու սահմանային հատվածները, procesներ են, որը պետք է այդ procesների մեջով հասնի, իհարկե պետք է անի, իհարկե։ Ռուսաստանի հյուպատոսության հետ կապված նորություն կա։ Ոչ, ճիշտ ասած նորություն չկա։ Դա է խնդիրը, որ Ֆրանսիան օրինակ ոնց որ վերջին արտգործնախարարի այցից հետո ասաց, որ Սյունիքում մտադիր է Ֆրանսիան բացել, Ռուսաստանի ամսի 2-ին բացումն է, 2-ին թե 3-ին, 2-ին այո, Ֆրանսիայի հյուպատոսության բացումն է Գորիս քաղաքում, երբ անձամբ ներկայ եմ լինելու եւ մասնակցելու։ Իսկ Ռուսաստանի դեպքում ինչու է խնդիրը ուշանում, որտեղ կարող դա Ռուսաստանից հարցրեք եւ ԱԳՆ-ից։ Այսինքն Հայաստանի իշխանությունը չի այսպես համաձայնություն տալիս, ուզում ենք հասկանալ, որտեղ իրենք ասում են, Լավրովն էլ էստեղ ասաց, որ քննարկել ենք այդ հարցը, այնտեղ հյուպատոսություն բացելու։ Դե եթե քննարկել են, պետքա բացեն, էլ ինչու է եզրակացնում Հայաստանի իշխանությունները ինչ որ խոչընդոտներ։ Նայեք, 3 տարի Ռուսաստանի դեպքում է ուշանում, Ֆրանսիայի դեպքում կարծես ավելի շատ Չէ, Ֆրանսիան էլ արդեն 2-3 տարի է այդ գործընթացը գնում եւ ասեմ ավելին, այդ խոսակցությունները սկսվել էր 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ որ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ եւ այդ ժամանակահատվածից սկսված այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որպեսզի Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն ունենա ընդհանուր միջավայրի վրա։